Իմ գործընկերը Տիկին Մելոյանը ներկայացրել էր վարչական ռեսուրսի չարաշահման դեպքի հետ կապված դիմում, որտեղ խնդրել էր նաև քաղաքացիական պայմանագիր կուսակցության ուժը կորցրած ճանաչելու հարցը քննարկել։ Նշվածի վերաբերյալ նիստ չենք ունեցել։ Նշվածի վերաբերյալ 5 ժամում նիստ չենք ունեցել կենտրոնական ընտրական հանձնաժողովում, 10 ժամում էլ չենք ունեցել, 20 ժամում էլ չենք ունեցել, ընդհանրապես չենք ունեցել։ Մատեղ հարց է առաջանում, այսինքն պետք է Հանրապետության կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի դիմում լինի, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը 5 ժամում նիստ նշանակի։ Քավլիցի։ Սա տարբերակված մոտեցման տեսանկյունից վարչարարության իմաստով իմ համար առնվազն անհասկանալի էր։ Մյուս հանգամանք, ընտրական օրենսգիրքը ասում է շարունակական բնույթի խախտումներ։ Դուք նույնիսկ մեկ խախտում չեք հիմնավորել։ Դիմումում նույնիսկ մեկ խախտում չի հիմնավորվել, բայց դիմումի հեղինակները խոսում են շարունակական խախտումների մասին։ Ընտրական օրենսգիրքը ասում է, մի հատ այդ խախտումը հիմնավորի, դրանից հետո բեր որ դա շարունակական է, բայց տել չի ավարտվում։ Ասում եմ մի հատ էլ որ դա էական ազդեցություն է ունեցել։ Հիմա ես ուզում եմ հասկանալ, մենք այսինքն մամուլի հրապարակումներով ժողովրդավարության սկզբունքին պետք է միջամտություն անենք, այսինքն կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամները պետք է ասեն ժողովրդավարության սկզբունքը դնում ենք մի կողմ, ընտրական գործընթացի հավասարությունը, մրցակցությունը, ազատությունը դնում ենք մի կողմ, որովհետև հանրապետություն կուսակցությունը դիմում է ներկայացրել, գից նաև մամուլի հաղորդագրություններ է ներկայացրել։ Դրա համար եկեք ուժը կորցրած ճանաչենք։ Չէ լավ, եթե ուժը կորցրած էլ չէ, եկեք անվավեր ճանաչենք։ Ինչի՞, որովհետև մամուլի հրապարակում կա, որ Նարեկ Կարապետյանի վերաբերյալ քրեական վարույթ կա։